Բարև ձեզ, հայեր ջան։ Ուրեմն, ով տեղյակ չէ, տեղյակ եղեք, վաղը ժամը 4-ին, քաղաք Էջմիածինում, Գրիգոր Լուսավորիչ 15 փողոցում գտնվող Արմավիրի մարզի դատարանում պետք է կայանա դատ։ Ոչ թե միայն այս իշխանությունը, այլ ամբողջ քաղաքական դաշտը Հայաստանում զավթված է թլպատված թուրքաջվուտներով, հայեր ջան։ Բոլորս տեղյակ եք, որ կաթողիկոսի վրա գործ է հարուցվել և մեր 6 հոգևորների վրա։ Ընտրությունների ժամանակ հասկանալով, որ եթե իրանք շարունակեն հայ առաքելական եկեղեցու վրա շարունակեն որս անել, հարվածնել տան, հայ ազգը կկայներ ոտի ու ընտրությունները ընդհանրապես չեն կայանա։ Դրա համար, ասեմ ձեզ ավելի ստույգ, Սուրբ Սարգիս եկեղեցում վիճաբանություն եմ արել Արարատ տերդերի հետ, տեր հայր չեմ կարա ասեմ, Արարատ անունով, ես հետո այդ վիդեոն ցույց կտամ, և եկա տուն իրիկուն ՔՊԱ-գանները որոշում կայացրին, որ ընտրությունների ժամանակ եկեղեցուն ձեռք չեն տա, որ այդ բացասական վերաբերմունքի ալիքը չբարձրանա։ Բոլորից ասում էի ընտրություններին չմասնակցեք, հայեր ջան, բացարձակ բայկոտեք, որ իրանց հնարավորություն չտանք, ձև թափեն, որ ընտրությունները տեղի ունեցել և իբր թե ՔՊԱ-գանները հաղթել են։ Շատ-շատերը նորից խաբնվեցին, գնացին և այլ, ես տնենք միան այս հարցը հիմա, ընտրությունները անօրինական են, բոլորս գիտեք, սարկած թվերով, հենց Նիկոլ Փաշինյանին նորից հայտարարեցին 3-րդ անգամ երկրի ղեկավար, անցավ ակտիվ ինչ գործողության հայ առաքելական եկեղեցին ռմբակոծելուն։ Հիմա կկարտամ ձեզ հոդված, ռուսերեն լեզվով է ճիշտ է, ժողովուրդ ջան, կկարտամ ձեզի հոդված, Иерархию Армянской апостольской церкви обвиняют в препятствовании исполнению решения Светского суда. Մեղադրանքը նրա մեջ նա, որ հայ առաքելական եկեղեցին մեղադրվում է, որ քաղաքացիական դատարանի որոշման չի ենթարկվել հայ առաքելական եկեղեցին։ Генпрокуратура Армении направила в суд уголовное дело католикосов всех армян Горегина II и 6 епископов Армянской апостольской церкви. Ուրեմն գեներալնի դատախազությունը ուղարկել է դատարան քրեական, ժողովուրդ ջան, քրեական գործը կաթողիկոսի վրա և 6 մեր архиепископների вրա. Обвинение связано с отказом иерархов подчиняться решению Светского суда, который вмешался в вопросы лишения сана священнослужителей. Ուրեմն Փիլոնազուրգը արել վեհապարը այն հոգևորներին, որոնք ելել են հայ առաքելական եկեղեցու դեմ, ուրեմն քաղաքացիական դատարանը կայացրել է որոշում չեզոքացնել հայ առաքելական եկեղեցու որոշումը։ Մասաչուսեթսի հոգևորին Սարոյանին Փիլոնազուրգը արել և իրան զրկել է
հոգևոր հայր լինելուց ինչին ինքը չի ենթարկվել եւ դիմելա իհարկե թլպատվածը քաղաքացիական դատարանին։ Ժողովուրդ ջան, բացատրեմ, որ հայ առաքելական եկեղեցին չի ենթարկվում պետությանը։ Հայ առաքելական եկեղեցին 95 թվին 1995 թվին երբ որ հայտարարել են Հայաստանի անկախությունը հայ առաքելական եկեղեցին հայտարարվել է պետականությունից դուրս ազատ կառույց։ Հայ առաքելական եկեղեցին չի ենթարկվում քաղաքացիական որոշումներին։ Հիմա վեհապարը Հայաստանի եկեղեցիների վեհապարը չի։ Ամենահայոց կաթողիկոսը ամբողջ աշխարհի հայության կաթողիկոսն է։ Ամենահայոց կաթողիկոսն է։ Մեր վեհապարը հարց է դնում բոլոր տեղ եւ Արցախի եւ ամբողջ հայության եղեռնու հարցը։ Ինչ իրավունք չունի իմիջայլոց լուծել ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ մի քաղաքական գործիչ, որովհետև իրանք բոլորը քաղաքական գործիչները եւ ազգային ժողովում նստած թլպատվածները, իրանց հայ ներկայացնողները եւ իշխող քաղաքական գործիչները ընդամենը ներկայացնում են Հայաստանը, ոչ ամբողջ հայությանը։ Նիկոլ Փաշինյանը անգամ իրավունք չունի լուծելու եղեռնու հարցը, այդ հարցը տրված է լուծելու միայն ամենահայոց կաթողիկոսին եւ ամբողջ հայ ազգին։ Հիմա ժողովուրդ ջան, հարցը առաջանում, ովքեր են նստած քաղաքական դաշտում իշխող նամանավանդ կառավարության մեջ ազգային ժողովում, որոնք 3-4 օր օձուն եկեղեցու պատմությունը չգիտեմ ինչ կանով է ճիշտ, Քոչարյանի լամուգով, Տաշիր Սամոյի աղբոր լամուգով, Քոնջոյանի հետ այն զայրում արա, անիկդոտ էին սարքել ու բոլորը միասին ձեռ էին առնում հայ առաքելական եկեղեցին։ Հարց առաջանում, այդ ով են դրանք, որ հայոց ամենահայոց կաթողիկոսին պետքա կայնացնեն եւ մեր հոգևորներին մեղադրյալի նստարանին։ Այդ ովքեր են դրանք, որ իրանց թույլ են տվել ամենահայոց կաթողիկոսին դատել եւ մեր հոգևորներին։ Ժողովուրդ հայեր։ Իհարկե, միայն թշնամին կարա սրդին հովարանք լինի, ոնց որ Նիկոլ Փաշինյանին 2008 թվին մարտի 1-ին լուրից որ ոստիկան է զոհվել, սրդին հովարանք ա եղել, միայն թուրքերին, որոնք 5000 չի ժողովուրդ ջան 25000 հայ տղեկներին զոյաբերեցին, բերանով ասեց, որ կարայի չզոյաբերեի, զոյաբերել եմ սրդին 25000 անգամ ավել, սրդին հովարանք ա եղել, որ 25000 տղու է տվել սպանել։ Ովքեր են դրանք ժողովուրդ հայեր, վաղը նժարին դրված է ոչ թե միայն կաթողիկոսի եւ հոգևորների հարցը, վաղը նժարին դրվում է հայոց հարցը, հայեր, հայոց հարցը, հույսից մի դրեք, Տաշիրի թուլի վրա, Քոչարյանի թուլի վրա, մյուսների թուլեկների վրա, որ իբր թե պիտի գան եկեղեցին պաշտպանեն։
ով քաջ գիտի, որ ինքը հայ է, ով քաջ գիտի, որ արժանապատվություն ունի հայ լինելու, վաղը պետք է գան, ես թկած կամ կուսակցականի ամմեկի վրա, ես վաղը լինելու եմ Սուրբ Էջմիածինում ժողովուրդ հայեր, վաղը լուծվելու է հայոց հարցը, ինչքանով ենք մենք հայ, ինչքանով ենք մենք քրիստոնյա, ինչքանով ենք մենք Հիսուսի եւ մեր Արարիչի զավակները։ Հələ մի հատ գնանք ու հարց տանք, այդ ովքեր են այդ դադավորները, դադախազները, որ ամենահայոց վեհապարին պիտի կայնացնեն, դատարանի դեմ, իսկ ով է դատողներն, ով են դատողները, հələ մի հատ հարց առաջանում արեք ազգովի, տեսնենք դատողները ով են, ամենահայոց կաթողիկոսը, Աստծո ներկայացուցիչն է բոլոր հայերի համար, հələ մի հատ տեսնենք, քորը պասպորտները փոխեց, 1990-ականների թվերին, ազգությունները հանեցին, հիշում եք տեղեք երեխեքներին ինչ եք ասում, հայեր, պասպորտը ցույց տուր, հələ արեք ազգովի, իսկական պասպորտները ստուգենք սրանք ովքեր են, որ երազում են ամենահայոց կաթողիկոսին դադեն Աստծուն հայոց, դադեն Աստծու զավակներին, հայերին, ժողովուրդ հայեր, հերիկա լայք դնեք միայն, հերիկա փուկըց թապեք լայք դնելով, ժամանակն է դուրս ելնել, ժամանակն է դուրս ելնել եւ հարց տալ, դուք ով եք ընդհանրապես, դուք ով եք, որ Հայաստանը ոչնչացնել եք երազում, դուք ով եք, հայ արունը թափողները, սա պատերազմ չէր, սա եղերն էր, եկել է ժամանակ ամեն մի թափած հայի արնան համար, ամեն մի կատիլ թափված հայի արնան համար, պահանջատեր լինել եւ վրեժ խնդիր լուծել եւ մեր պաբերի եւ այս երեխեքներին ու ժողովուրդ երգիրը լցվել է զիբիլով, վիդեոներ են նկարահանում, այստեղի թլպատվածների թուլեկը, հայկական տարազներով, հացով, աղով, տաշիկ տուշիկով, ինչ որ պորնիկ ջվուդների են դիմավորում, այտենց մեր գյումրեցիների վրա շար են արել, որ 15 թվուց հետո, եղերնուց հետո, գյումրեցիկը իբր թե դուր են բացե թուրքի դեմ, այսենց սարկում են, երգիրըտ Բոզաստան են սարկում, հայ, քեզ էլ մանրից ոչնչացնում են, 2 օր առաջ գրեցին, որ Դաշնագահարույա կամուրջից խցվել, ոչ ազգանունը գրեցին, ոչ անգամ անուն ազգանունի առաջի տառերը գրեցին, գիտեք, 2 ամիս առաջ եմ խոսացել, որ միայնակ թոշակառուների վերաբերյալ մահապատիժ է ստորագրել, որ իբր թե իրավունք ունեն տները դնեն գրավ բանկերում, խոսացել եմ, որ սպանդա սկսվելու տարեց մարդկանց, ով ասեց, որ այդ կինը ինքնասպան է եղել, ոչ թե սպանել են ու գցել են կամուրջի ցած, ժողովուրդ, արդեն
6-րդ, 7-րդ մարդուց իմանում եմ, որ Ավինյանը կարկադրություն է տվել միայնակ թոշակառուների ցուցակները հանեն, կամուրջներից գցելու են ցած, ով է ստորագրելու, այդ մարդիկ իրոք տունը դրել են բանկ, ով է ստուգելու, ով է այդ փորձաքննություններ տանելու, իրանց ստորագրությունն է թե չէ, դուք հասկանում եք ինչ է կատարվում երկրում, այդ ինչ եղավ, որ երեխեքը սկսեցին ընկնել կանալ, գետերը, այդ ինչ եղավ, որ զեկուցում են, որ խաղաղություն, բաննագում մահ չկա, բաննագում համատարած սպանդ է գնում ու ներկայացնում են ձեզ, որ մեր տղեկը իգնասպան են լինում, ժողովուրդ, Հայաստանի տարածքում եղերն է գնում, հայ, քեզ ոչնչացնում են, գիտես ով, ոչնչությունն է քեզ ոչնչացնում, ով որ իրան մարդ է համարում, ով որ իրան հայ է համարում, ով որ իրան հավատացյալ է համարում, Քրիստոսի զավակ, վաղը ելեք արեք ժողովուրդ ազգովի հարցը դնենք, իրական պասպորտները ստուգենք, ով է դա դել ուզում, ամենահայոց կաթողիկոսին, մեր հոգևոր հայրերին, մեր ազգին, մեր երկիրը ու մեր Աստվածը։ Վաղը Գրիգոր Լուսավորիչ փողոց 15 Սուրբ Էջմիածին, ով որ հայա ներկա կլինի, մնացածը դուք ձեր խիղճը, ձեր պատասխանը Աստծուն տալնա, բարին Աստծուց հայեր, հերիք եղավ նստեք Facebook-ում լայք դնեք, ժամանակն է ասել ոչ սատանուն, բարին Աստծուց